Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Ես Գայանեն եմ Սարգսյան, աստղաբան 15+ տարիների փորձով, կառավարման հոգեբան, 7 տարվա հոգեբանության բազային կրթությամբ, աստղաբանության և բիզնես տրեյներ։ Սիրելի հետևորդներ, ինչի եմ ներկայացնում, որովհետև շատերը իմ ալիքին նոր են միացել, համացանցում, մանավանդ Instagram-ում ակտիվությունս նախկինում այդքան շատ չէր, հատուկ այդ հետևորդների համար, որոնք պետք է նաև իմանան, տեղեկացված լինեն, որ ես ոչ միայն աստղաբան եմ, այլ նաև հոգեբան և շատ կարևոր հաշվարկներ եմ կատարում և հոգեբանության թեստերի միջոցով և աստղաբանության միջոցով մասնագիտական ձեռքբերման այդ հարթակում։ Նաև սիրելի հետևորդներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ հրաշալի այսպիսի մեկնաբանություններ, նաև հետադարձ կապ եք պահում ինձ հետ, հենց հստակ ինձ համար դրանք մոտիվացնող գրառումներ էին, որ իմ հետևորդների, որ իմ համախոհների շրջանակներում գլոբալ մեծ փոփոխություններ են լինում և նրանք միշտ գոհ են լինում իմ հետ համագործակցությունից։ Սիրելի հետևորդներ, մյուս շաբաթվանից շատ հետաքրքիր հաղորդումների շարք է լինելու, բայց այս շաբաթվանն էլ է կարևոր, որովհետև խոսելու եմ դեկտեմբերյան կանխատեսումների մասին։ Այս տարվա վերջին ամսվա կարևոր կանխատեսումներն եմ կատարելու, որպեսզի դուք կարողանաք համապատասխան գնումները, ի վերջո տարեվերջյան բոլոր կարևոր գործերը համընթաց տանեք տիեզերական ցիկլերի հետ։ Սիրելի հետևորդներ, դե գնացինք առաջ։ Սիրելի հետևորդներ, դեկտեմբերյան կարևոր կանխատեսումները ցանկանում եմ սկսել նոյեմբերի 30-ից, որովհետև նոյեմբերի 29-ին Մերկուրին արդեն ուղընթաց է լինելու և ինչ կարևոր է, չէ, որ ողջ ամիս մենք կարող ենք տրամադրել այդ կարևոր օրերը մեր իսկ հայեցողության, մեր իսկ գործերը կարգավորելու համար։ Եվ ինչն է կարևոր, նոյեմբերի 30-ին լուսինը Խոյի կենդանակերպում է։ Նախ աճող լուսին, տեսնում եք ինչ կարևոր է, այստեղ լոկոմոտիվ դիրքավորում է, հրաշալի դիրքավորում և ջրի ազդեցության տակ ծնվածների համար, և նաև կրակի, ջուր և հող, դա մեկ այլ իրավիճակ է, այստեղ ընտանիք, հայրենիք, օջախ, գումար, ժառանգություն, տան այդ բնակգույքի կամ բնակարանի ձեռքբերում, այնտեղ նույնիսկ կտակ և ժառանգության հետ կապված հարցեր, որոնք հնարավոր է դրական լուծում ստանան, հենց ամսի 29-ից հետո, 29-ին լուսինը ձկներում է, իսկ 30-ին լուսինը Խոյում։ Եվ այստեղ հաջորդ կարևոր այս իրավիճակը արև լուսին տրիգոնը, դրական դիրքավորումը, որը օգնելու է ձեզ կարևոր ընտրություն կատարել արտերկրի հետ կապված հարցերում, տուրիզմի հետ կապված, ճանապարհորդելու, պետական գնումների, օտարերկրյա գնումների հետ կապված, որոնք նաև կարող են լինել համացանցային, ահա, տեսնում եք այս գեղեցիկ դիրքավորումն է այստեղ, և այն բարենպաստ է օդի և կրակի ազդեցության տակ ծնվածների համար, մանավանդ այստեղ տեսնում ենք աղեղնավոր ջրհոս, Խոյ, ահա, այստեղ առուծինը սիմվոլիկ է, բայց միևնույն է դրական հնարավորություն։ Դե սիրելի հետևորդներ, գնանք առաջ։ Ուրեմն լուսինը Խոյի կենդանակերպում ակտիվություն գործելու այդ կարևոր պահն է, նորալուսին, նոր գործեր սկսելու, նոր նախագծեր սկսելու լավագույն և ամենապատեհ ժամանակահատվածն է։ Հաջորդ կարևոր օրը, որ մենք տեսնում ենք, Խոյի կենդանակերպում Մարսի հետ դրական դիրքեր, ակտիվություն, կրթության, բարձրագույն կրթության, օտարերկրյա ճանապարհորդության, արտերկրում կապված բոլոր գործերի հետ, բայց ասեմ ձեզ, որ ամսի 30-ը նոյեմբերի ավելի բարենպաստ է։ Հաջորդ օրը լուսինը Ցուլի կենդանակերպում է։ Խորհուրդ եմ տալիս գնումներ չկատարել, որովհետև Պլուտոնի հետ լարված է։ Պլուտոնը դա ջրհոսի կենդանակերպում, ջրհոսը դրանք էլեկտրական սարքավորումներն են, համացանցային գնումներ, կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ, թռիչքների համար էլ այդքան էլ բարենպաստ չէ։ Մենք ունենք դրա համար բարենպաստ օր, տեսնում եք,
դեկտեմբերի 3-ը և դեկտեմբերի 4-ը։ Այդ բոլորը ամսի 3-ին և 4-ին և գնումները համացանցային և համախոհների հետ խոսակցությունը մանավանդ ամսի 4-ին, խոսակցությունը և էլեկտրոմոբիլներ ձեռք բերելը, իսկ ամսի 3-ին կենցաղային տեխնիկաներ, ճիշտ է, այստեղ Մերկուրու հետ որոշակի բարդություններ կան, բայց հնարավորություն կա գնումներ կատարելու, ֆինանսական վիճակը կանոնացնելու, վարկեր կարող եք վերցնել, պարտքեր կարող եք տալ, կենցաղային տեխնիկա կարող եք գնել, չնայած ամսի 7-ն էլ ունենք դրական դիրքավորում, այստեղ նաև ինչ ենք տեսնում, հուշանվերներ կարող են գնել, փափուկ կահույք կարող են գնել լուսինը ցուլի կենդանակերպում, միայն այդ կենցաղային տեխնիկան գնելիս ուշադիր եղեք մի քիչ շատ գումար չվատնեք, ճիշտ հաշվարկներ կատարեք, բայց այն դրական դիրքավորում ունի։ Կարող եք այդ ամենը թողնել, եթե զարդեր եք գնում լուսինը ցուլի կենդանակերպում, եթե կահույք եք գնում, այդ ամենը կարող եք դեկտեմբերի 3-ին անել, դեկտեմբերի 4-ին այստեղ մենք կարող ենք տեսնել այդ բոլոր համացանցային գնումները, չնայած 2 օրն էլ բարենպաստ է, բայց 4-ը բավականին բարենպաստ է, խոսակցություններ, բանակցություններ, նոր ծրագրերի մասին կարող եք տեղյակ պահել ձեր համախոհներին, այստեղ հնարավոր է շատ պատկան մարմինների հետ խոսել ձեր ապագա ծրագրերի մասին, ձեր երազանքները կարող են կատարվել, ձեր երազանքի էլեկտրոմոբիլը կարող է գնել, փոխադրամիջոցը կարող է գնել, արտերկրից հնարավոր է որոշակի խնդիրներ լինեն ձեր հարազատների կողմից, խոսակցություններ, որոնք ուղղակի ձեզ մի փոքր կարող են տխրեցնել կամ նվերները հնարավոր է այդ օրը չհասնեն, բայց ընդհանուր առմամբ գնումների, պարտքերը փակելու, ֆինանսական հարցերը լուծելու և տան ներսում ամեն ինչը գեղեցկացնելու, էսթետիկ տեսքը պահելու, էսթետիկան կշեռքն է, բայց միևնույն է, լուսինը հյուր է գտնվում ցուլի կենդանակերպին, զարդեր գնելու, երկարաժամկետ օգտագործման իրեր գնելու, սպաս գնելու, ամեն ինչի համար բարենպաստ են այս 2 օրերը։ Սիրելի հետևորդներ, դեկտեմբերի 5-ը բավականին բարդ է, տեսնում եք, այստեղ արդեն լիալուսին է տեղի ունենում դեկտեմբերի 5-ին, ես խորհուրդ չեմ տալիս կարևոր գործերը այդ օրը մեկնարկել, որովհետև նախ արդեն լուսինը նվազում է, իր հերթին լիալուսնի այս դիրքերում հայր-մայր փոխհարաբերություններում լարումներ կարող են լինել, արական իրգական այդ կենդանակերպերի, միջև մանավանդ նրանք, ովքեր ծվել են տղամարդիկ աղեղնավոր, կանայք երկորակի կենդանակերպի ազդեցության տակ, պետք չի գնումներ կատարել, համացանցային գնումներ կատարել արտերկրից, էլեկտրոմոբիլներ, այդ փոխադրամիջոցներ, մեքենաներ, ես 2 կարևոր օր եմ նշել ամսի 3-ի 4-ին, այդ ամենը կարող է կազմակերպել, հնարավոր ինչ-որ իրավիճակ լինի դպրոցում, կրթօջախներում, նախակրթարաններում, այստեղ տեսնում եք կոնֆլիկտային իրավիճակ, հեռու եղեք այնպիսի վայրերից, որտեղ կարող է կրակ բռնկվել, որտեղ հաջորդ օրն էլ տեսնում ենք լուսին Մարս օպոզիցիան, այո, հենց այդ օրն է և մինչև հաջորդ օրը, այստեղ հաջորդ օրը իհարկե դեկտեմբերի 6-ն է, լարված դիրքեր, քույր, եղբայր, հարևաններ, մի փոքր բանից մեծ խոսակցություն կարող է լինել վառելիքի, այդպես պայթուն կարող է լինել մեքենաների մեջ բախումներ, ուստի ամենաբարդ օրերից մեկն է դեկտեմբերի 5-ը, խնդրում եմ սիրելի հետևորդներ, ինձ չգրեք, թե մենք արդեն ավիատոմս են գնել, ինչ անենք կամ սա են գնել, այդ օրը ավելի դժվար է, բարդություններ կան, ուղղակի ավելի կազմակերպված եղեք այդ վայրերում, հեռու եղեք հրակայուն իրերից, հեռու եղեք կոնֆլիկտային մարդկանցից, ընդհանրապես կոնֆլիկտներ կարող են լինել և բուհական միջավայրում, և դպրոցում կարող են լինել, և այնպիսի տեղեր, որտեղ ալկոհոլ են օգտագործում, եթե որոշակի տրամադրվածություն կա, որ այդ օրը երեկոյան ժամերի գնաք մասնակցեք ինչ-որ միջոցառում, ուշադիր եղեք, այդպիսի մարդիկ և այդպիսի իրավիճակներ կարող են հանդիպել։ Հաջորդ օրը ամենակարևոր օրերից մեկը, տեսնում եք դեկտեմբերի 6-ին շաբաթ օրն է, լուսինը խեցգետնի կենդանակերպում, խորհուրդ չի տրվում ընտանիքի հետ կապված, ծնողների հետ կապված ձեր այդ կարևոր գործերը անել, մայր ծնողեք հնարավոր է հարաբերությունները լարվեն, կարող են նեղանալ, մանավանդ եթե մայրը խեցգետնի ազդեցության տակ է, ձկների ազդեցության տակ է, ձեր նախօրոք պայմանավորվածություններ կտակի, ժառանգության հետ կապված, ուղղակի կարող են այդ օրը պայմանավորվածությունները չեղարկվել կամ կտրուկ պատասխաններ ստանաք, որի համար
շատ կարող է նեղվեք։ Հաջորդ ամենաբարենպաստ օրերից մեկն է դեկտեմբերի 7-ը, մենք հիշում ենք այդ օրը մեր տեղի ունեցավ այդ երկրաշարժը 1988 թվականին, հարգում ենք բոլորս այդ օրը, բայց այդ օրը նաև Լուսինը Խեցգետնում կարող ենք հավաքվել Կիրակի օրը, բոլոր կարևոր ընտանեկան միջոցառումները կարող են կազմակերպել, նույնիսկ եթե կնունք լինի, բայց բոլորը պետք է հիշեն, որ հենց այդ օրը 1988 թվականին տեղի ունեցավ ահռելի երկրաշարժը, չլինենք հիշաչար, բայց լինենք հարգող մեր հայրենակիցների հիշատակը։ Ամենաբարենպաստ օրերից մեկն է ընտանեկան խնջույքները կազմակերպելու, եթե հնարավորություն կա, նույնիսկ ամուսնությունը գրանցելու, հավաքվելով հարազատների հետ, նշելով մեր հին տոները, ավանդույթները եւ լուծելով բնակտարածքի, բնակավայրի, նաեւ այստեղ հնարավոր է նոր տուն կարողանաք գնել, հնարավոր է եթե կարողանաք պայմանավորվածություններ ձեռք բերել այդ ամենի համար, բնակարան, տուն, ընտանիք, օջախ եւ շատերը կարող են ուղղակի մանավանդ ջրի եւ հողի ազդեցության տակ ծնվածները կարող են ուղղակի լույս ստանալ իրենց հարազատներից, որ ծնվելու է իրենց ամենաբաղձալի, ամենաերազած բալիկը, որին ուղղակի սպասում է մոտավորապես 12 եւ 15 տարի։ Հաջորդ կարևոր օրը տեսնում եք Լուսինը առողջի կենդանակերպում։ Իմիջիայլոց ցերեկային ժամերի համար է հաշվարկված Լուսինը, որտեղ հենց այդ ժամերին է տեղի ունենում ակտիվությունը, կեսօրից հետո արդեն մարդիկ կարողանում են գնումներ կատարել, մարդիկ կարողանում են իրենց գործերը կարգավորվել, եթե նախորդ օրը ամսի 7-ին ընտանեկան այդ գնումների համար է կարևոր, այնպիսի իրեր կարող է գնել, որտեղ ավանդույթներն է պահպանվում, նոր տարվա այդ ամանորյա գնումների համար ամենաբարենպաստ օրերից մեկն է, եթե դուք հիշում եք ձեր հարազատներին, եթե ուզում եք գտնել այնպիսի իրեր, որոնք կտաքացնեն, կջերմացնեն ձեր հարազատների սրտերը, եթե տան համար կահույք, գույք եք ցանկանում գնել, ամենաբարենպաստ օրերից մեկն է դեկտեմբերի 7-ը, դեկտեմբերի 8-ն էլ է բարենպաստ, այստեղ բալիկների, երեխաների համար գնումներ կարող եք կատարել, տոն կարող է լինել, կարող է գրանցել ամուսնությունը, բոլոր բարենպաստ օրերին, որ ես նշում եմ, կարող է գրանցել ամուսնությունը, սիրելի հետևորդներ, այստեղ քեֆ, ուրախություն երեխաների հետ, փոխհարաբերությունները այդպես լավացնելու, Վեներան աղեղնավոր նրանց գնումներ կարող եք կատարել, կարող եք պատվիրել արտերկրից, շորերը կարող են լինել արտասահմանյան արտադրության, խաղալիքներ, իրեր, ճոխություն, նվերներ, ադամանտ, ոսկեղեն, այդ օրը բացառիկ բարենպաստներից մեկն է դեկտեմբերի 8-ը։ Անցնենք առաջ, հաջորդ կարևոր օրերից մեկը դեկտեմբերի 9-ը բարենպաստ 2025 թվականի դեկտեմբերի 9-ը, կրկին նշում եմ, գնումներ երեխաների հետ հրաշալի ժամանակ անցկացնելու, ճոխիրեր առնելու, տոնածառ առնելու, այդ տոնածառը կարող եք դնել բոլոր այդ օրերին, սիրելի հետևորդներ, մանավանդ այստեղ 7, 8, 9, 3 կարևոր օր, 7-ը ընտանեկան ավանդույթներ են, հայկական կոլորիտով կարող է լինել, 8-ն ու 9-ը գեղեցիկ նվերներ գնեք եւ զարդարեք տոնածառը եւ բերեք երջանկություն ձեր տուն։ Հաջորդ կարևոր օրը, սիրելի հետևորդներ, տեսնում ենք արդեն բարդ օրեր են, դեկտեմբերի 10, 11 եւ 12։ Այդ երկու օրերից շատ թե քիչ բարենպաստ է դեկտեմբերի 12-ը, այստեղ շատ հետաքրքիր Դավիթի աստղի նման ինչ-որ դիրքավորում է այստեղ հայտնվել։ Այս օրը ավելի բարենպաստ է, սիրելի հետևորդներ, կույսը դա աշխատանքն է, դա առողջությունն է, հաշվապահությունն է, այդ 2-3 օրերին ծանրաբեռնվածություն կարող եք նկատել, ֆինանսական խնդիրներ հնարավոր է լինեն, չկարողանաք ճշգրիտ կատարել հաշվապահությունը, թող զգուշ լինեն կույս, կարիճի վերջ աղեղնավոր, ձկների վերջ եւ այստեղ եթե տեսնում եք մենք ջրհոսի վերջ եւ ձկներ կենդանակերպ եւ ահա ցուլի վերջ երկորակի կենդանակերպ, այդ 4 կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները հաշվապահություն, առողջություն, խորհուրդ չեմ տալիս վիրահատություն կատարել, եթե նախորոք չեք գրանցել եւ եթե հույժ կարեւոր չէ, նույնը այստեղ աշխատանքում խնդիրներ ամսի 11-ին 12-ն է ավելի բարենպաստ, սիրելի հետևորդներ, այստեղ աշխատանքային պրոցեսը շատ թե քիչ կարգավորելու, հարազատների հետ հարաբերություններ շտկելու, եթե միջամտություն պետք է կատարեք, էսթետիկ միջամտություն, պլաստիկ վիրահատություն, դեկտեմբերի 12
13 տեսնում եք Լուսինը կշեռքի կենթանակերպում կրկին նվերներ գնելու համար Լուսինը կշեռքի կենթանակերպում դրանք էսթետիկ նվերներ են, դրանք հագուստներ են, ծաղիկներ են, կշեռքը ամուսնության համար է բարենպաստ շաբաթ օրը եւ դեկտեմբերի 14 դեկտեմբերի 14-ին որոշ խնդիրներ եմ տեսնում Լուսինը կշեռքում Յուպիտերի հետ խեցգետում, բայց ընդհանուր առմամբ որը բարենպաստ է ամուսնություն, նշանադրություն, հարսանիք եւ այդ բոլոր տոները կազմակերպելու այդ իրադարձությունները նշելու համար Լուսին Յուպիտեր խեցգետինը ուղղակի կարող է որոշակի խնդիրներ լինեն հեղինակավոր մարդկանց հետ, բարեկամների հետ, այդ հակառակ սեռի ծնողների հետ կարող եք նախորդ օրը կազմակերպել, եթե պետք է գրավոր անեք, իսկ բանավորի դեպքում երկու դեպքում էլ խնդիր չի, բայց շաբաթ օրը հրաշալի օր է եւ գնումների, եւ նվերների, եւ ամեն ինչի համար եւ նաեւ ամուսնության առաջարկաների համար Լուսինը Կարիճում ամսի 15-ին ֆինանսական հարցեր լուծելու համար է բարենպաստ, բայց մենք տեսնում ենք սիրելի հետևորդներ, որ արդեն մի քանի օր է Արև Սատուրն քառակուսի, Վեներա Սատուրն Արև խիստ լարված իրավիճակ, նրանք ովքեր ծնվել են աղեղնավոր, ձկներ, երկորյակ եւ կույս կենթանակերպերի այդ վերջին աստիճանների տակ վերջին օրերի, վերջին տասնօրյակի ծնվածների մոտ լարվածություն է, թող ուշադիր լինեն իրենց կոնքերից, թող ուշադիր լինեն միջպետական սահմանահատելից, սահմանապահներից, ոստիկաններից, արտերկրի հետ կապված այդ կարևոր բոլոր գործերը հնարավոր է կանգ առնեն։ Իսկ ընդհանուր առմամբ ամսի 15-ը բարենպաստ է ֆինանսական հարցեր լուծելու 16-ին Լուսինը առանց ընթացքի է, կարող եք բանկային ձեր բոլոր հարցեր լուծել, վարկեր վերցնել, պարտքերը փակել, պարտքով գումարներ տալ եւ վերցնել դեկտեմբերի 15-ին։ Դեկտեմբերի 16-ը ավելի կարևոր է այն առումով, որ կօգնի ձեզ այդ բոլոր կարևոր գործարքները կատարել ժամանակին, սրանք ֆինանսներ վերցնելու, փոխառություններ վերցնելու, կարևոր ներդրումներ կատարելու, գումար վերցնելու բանկից, այդ ներդրումները կարող եք կատարել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տունն է, շինությունն է, երկարաժամկետ օգտագործման իրեր կարող եք գնել, իսկ դրանք կարող են լինել հողատարածքները, բնակավայրերը, տները, սեփականությունը, այն ինչը կապված է ձկներ, կարիճ եւ խեցգետին ոլորտի հետ եւ սիրելի հետևորդներ, այս ամիսը շատ բարենպաստ է, որովհետեւ կարող են ծնվել շատ երեխաներ, հենց այսօրից բեղմնավորումից կարող են շատ խելացի եւ առողջ երեխաներ ծնվել, իհարկե հնարավոր է սեռը լինի աղջիկ։ Մյուս կարևոր օրը Լուսինը աղեղնավորում արտերկրի հետ կապված կարևոր գործերը կարող եք ճանապարհորդել, հեռահար այդպես խոսակցություններ վարել, բանավոր պայմանավորվածություններ, նույնիսկ գրավոր, դրանք կարող են դրական ընթացք ունենալ, քննությունները կարող եք անցնել։ Սերի հետևորդներ ամենաբարդ նորալուսին եմ ես տեսնում 19 եւ 20 դեկտեմբերի բավականին բարդ են Լուսինը այստեղ եւ աղեղնավորի կենթանակերպում նորալուսին, բարդ նորալուսին, դա տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին այդ երկու կարևոր օրը մենք բացառում ենք մեր օրացույցից, որովհետև բարդ նորալուսին խնդիրներ արտերկրի հետ կապված հարցերում ձեր նպատակները, ձեր երազանքները հնարավոր է հարկային հարկադիր այդ մարմինները այցելեն ձեզ ուշադիր եղեք կարևոր այդ բոլոր գործերը կատարելիս, եթե նույնիսկ դուք տրանսֆերտներ ունեք, եթե ունեք կարևոր փաստաթղթեր, որոնք պետք է ուղարկեն կամ այնտեղ հնարավոր է մաքսազերծման հարցում որոշակի խնդիրներ ունեն, ուղղակի 19-20-ը բացառեք, որ այդ խնդիրները ավելի սուր չդրվեն, այսպես թե այնպես մոտակա 10 օրը այդ մոլորակային դիրքավորումը գնում է։ Հաջորդ կարևորը ամսի 21-ին Լուսինը այծեղ ջուրում է, ոչինչ չենք ձեռնարկում կարևոր, որովհետև Լուսինը առանց ընթացքի է պետական ադմինիստրատիվ մարմինների դաշտում, այլ մեր բոլոր կարևոր գործերը ձեռնարկում ենք դեկտեմբերի 22 Լուսինը այծեղ ջուրում եւ դեկտեմբերի 23 Լուսինը ջրոսում, այծեղ ջուրում պետական մարմինների հետ հանդիպում, պաշտոնի բարձրացում, կարող եք ձեր CV-ները ուղարկել, հնարավոր է ձեր տնօրենները ուղակի ընթառաջ գնան ամսի 23-ին համացանցում ակտիվություն ցուցաբերելու, գովազդներ դնելու, նվերներ գնելու, դրանք կարող են լինել էլեկտրոտեխնիկա, կայնցաղային տեխնիկա, այն ամենը, ինչը կապված է էլեկտրականության հետ, այս երկու օրը 22-ը եւ 23-ը բացառիկ բարենպաստ են սիրելի հետևորդներ,
Եվ ամսի 24-ը ունի դրական դիրքեր, նորից գովազդներ, համացանցային ողջ աշխարհի, համաշխարհային այդ ցանցերին կարող եք կապվել, գնումներ կատարել, բայց մյուս կողմից ուշադիր եղեք, որ համապատասխան այդ կառույցները, դրանք հաքերներ են, դրանք ֆինանսներ գողացողներ են, որպեսզի չկորցնեք ձեր ֆինանսները։ Եթե անծանոթ կայքեր են, ուղղակի գնումներ մի արեք, հա, ուշադիր եղեք ձեր քարտի եւ ֆինանսական այս սկզբնաղբյուրները նրանց չտրամադրեք։ Սիրելի հետևորդներ, 25-ն է բարենպաստ լուսինը ձկների կենդանակերպում, 26-ը քիչ բարենպաստ է, 25-ը հուշանվերներ գնելու, կնունք, ծնունք, 25-26 դա նոր տարին է, դա այո, սկսում ենք հենց լուսինը ձկներում, թող կատարվեն ձեր բոլորի երազանքներ կարող եք պահել այդ օրը, գրել թղթի վրա, արդեն եղած վիճակով, որ այդ ամենը կատարվի։ Կնունք, ծնունդ, ուրախություն, հուշանվերներ, դրանք նաև կարող են լինել գրքեր, դրանք կարող են ոսկյա զարդեր, բայց այստեղ նաև խաչ կարող են լինել լուսնաձկների կենդանակերպում, դրանք կարող եք նոր կտակարան, հնարավոր լինի այն, ինչը հոգևորը կբարձրացնի, այն ինչ չկտա հոգևոր արժեքների այդ ճանաչում։ Հաջորդ օրը ամսի 27-ին համացանցային գնումներ, ակտիվություն, բայց ուշադիր եղեք ձեր ղեկավարների հետ ուղղակի կոնֆլիկտներ չլինեն ձեր անզսպության պատճառով լուսինը խոյի կենդանակերպում։ Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր զբաղվում են ինտելեկտուալ աշխատանքով, համացանցում ակտիվություն են ցուցաբերում, նաև գովազդների եւ մնացած կարևոր իրադարձությունների համար, ինչը դրական արդյունք կարող է տալ, ինչը կարող է ուրախացնել մարդկանց։ Այստեղ 28-ը բարդ է, սիրելի հետևորդներ, 29-ը բարդ է եւ երկու կարևոր օրեր դեկտեմբերի 30 եւ 31-ին հրաշալի ասպեկտներ ունենք, գնումներ, ֆինանսներ, որոնք կարող եք վատնել եւ ստանալ այդ ամենից դրական արդյունքներ, գնումները, որոնք ուղղակի կուրախացնեն ձեզ, կենցաղային տեխնիկա, իրեր, փափուկ խահույք եւ հնարավոր է մեծ նվերներ ստանալ, սիրելի ցուլ, այծեղջուր եւ կույս, նաև ձկներ, խեցգետին եւ կարիճ այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Իսկ ձեր բոլորի քարտեզում այդ ամենը կա, ուղղակի պետք է իմանաք այդ դրական դիրքերը ձեր քարտեզի որ դաշտն է լրացնում։ Սիրելի հետևորդներ, փորձեցի ներկայացնեմ ձեզ դեկտեմբերյան կանխատեսումները, այն օրերը, որոնք բարդ էին, կարող եք չօգտագործել, իսկ մնացած օրերը, որոնք ես նշեցի, կարող եք կարևոր գնումներ կատարել, կարող եք ընտանեկան կարևոր այդ խնջույքները, իրադարձությունները մեկնարկել։ Իսկ եթե դուք ունեք գործեր, որոնք կապված են համացանցի, նաև սոցիումի հետ, այդ բոլոր օրերը նշվել են այծեղջուր, ցուլ, կարիճ, այդ օրերին նաև ջրհոսի կենդանակերպում կարող եք մտածել ձեր բիզնես գործունեությունը բարելավելու համար։ Շնորհակալ եմ, սպասեք մյուս շաբաթ։